Մերժվածները Այսօրվա մեր էքսկուրսիան սկսում ենք Տիբիդաբո բլրից, որը Բարսելոնայի ամենաբարձր կետն է։ Այդտեղ է գտնվում Սուրբ Սրտի եկեղեցին եւ Տիբիդաբո նշանակում է ես քեզ կտամ, որը վերցված է Աստվածաշնչից։ Կարող է անձրև գալ, դրա համար այստեղ սկսեցինք մեր էքսկուրսիան այստեղից, քանի որ երբ որ անձրև գա, արդեն այնպիսի տեղեր կգնանք, որ ծածկի տակ լինենք։ Ես արդեն տեղում եմ, տեսեք։ Հիմա ամբողջությամբ ցույց կտամ։ Իսկ այս մասում գտնվում է զվարճանքի այգի։ Եղանակը մի քիչ ցրտեց, եթե հասցնենք, անձրև չկա, կուզեմ ինչ-որ կարուսելել նստեմ։ Արդեն գնել ենք տոմս, որպեսզի բարձրանանք Հիսուսի արձանի մոտ 512 մետր բարձրության վրա է գտնվում այդ արձանը։ Տոմսի արժեքը 5 եվրո։ Այստեղ հարկերով բարձրացել ենք հիմա 3-րդ հար, ման ենք գալիս այստեղ ու ոտքով, պետստիճաներով պետք է բարձրանանք հենց այդ արձանի մոտ։ Այնտեղ էլ վերելակ չկա։ Բարձրանում ենք։ Այսպիսի աստիճաններով պետք է բարձրանանք։ Բան չմնաց։ Բարսելոնայի ամենաբարձր կետը։ Գնեցի տոմսը, հիմա գնում եմ նստեմ ինքնաթիռը, բայց եթե մարդ չլինի, պետք է սպասեմ մի քիչ, որ մի քանի հոգի հավաքի, որովհետև մենակ ինձ համար չէր միացնի ինքնաթիռը։ Մերժվածների շարքը շարունակվում է իմ մոտ։ Ոչ ոք չցանկացավ նստել ինքնաթիռ, բոլորը վախենում էին։ Հիմա ես սպասում եմ, որ ելի ինչ-որ մարդ կա, որովհետև ինձ համար մենակ չեր միացնի։ Այժմ գտնվում եմ Միլայտուն առանձնատան դիմաց, որը կառուցվել է 1906-ից 1910 թվականներին։ Ճարտարապետը Անտոնիո Գաուդին է եւ այս առանձնատունը կառուցվել է Միլա ազգանվամբ ընտանիքի համար։ Այդ իսկ պատճառով կոչվում է Միլայտուն։
Հիմա Բալիոյի տուն առանձնատան դիմաց եմ, որը կառուցվել է 1877 թվականին։ Տեսեք հերթը ինչքան շատ է։ Ներքևի հատվում է։ Bueno, ya digo, me dejó hablando sola, digo, no me hubiese preguntado. Nada. Այսօրվա պլանների մեջ առաջինը Բարսելոնայի արենա այցելելն է։ Եթե հնարավորություն լինի, եթե խաղ չլինի, կմտնենք ներս, ներսում էլ կտեսնենք Ինչպես տեսնում եք, վերանորոգման աշխատանքներ են կատարում, դժվար մեզ թողեն, բայց գնանք գոնե դիմացից ցույց տամ ձեզ արենան շատ մեծ է իրականում։ Joven y abajo los cuernos. Hola.
Եկավ տխուր պահը 2 մետրո ենք փոխելու եւ հասնենք գնացքի կայարան, այնտեղից էլ միանգամից ուղղավորվենք Ժիրոնա քաղաք։ Որոշեցինք այսօր Ժիրոնայում անցկացնել, քանի որ գեղեցիկ քաղաք է եւ մեր թռիչքը 9:30-է իմաստ չուներ միանգամից գնանք օդանավակայան։ Այնպես որ հիմա ուղղավորվում ենք Ժիրոնա, այնտեղից էլ օդանավակայան։ What do you want? This? This. Do you know? Okay, gracias. Yes. Դե ինչ, իմ այս ճամփորդությունն էլ մոտեցավ իր ավարտին, ցավոք, արդեն Ժիրոնայի օդանավակայանում ենք գտնվում, ամեն ինչ նորմալ անցավ, բայց ես մի բան հասկացա, որ երախմբային տուր չեմ ուզում անել, այսինքն եթե որպես գիդ լինեմ, խնդիր չկա, որ գումար ես աշխատում, բայց այսպես որ դու էլ ես գնում հանգստանալու, դու էլ ես ուզում ինչ-որ տեղեր բացահայտես քեզ համար, շատ դժվար է խմբային տուր, մանավանդ երբ խմբի անդամները նույն նախասիրությունները չունեն։
ու ամեն ինչ տանում է նրան, որ փորձեմ սոլո ճամփորդություն, այսինքն մենակս ճամփորդեմ, բայց դե կարևորը նորմալ անցավ ամեն ինչ, 90%-ով արել եմ այնինչ պլանավորել էի, կարծում եմ դա շատ լավ արդյունք է։ Իսկ եթե ձեզ դուր եկավ, կարող եք կոմենտներում գրել, կիսվել ձեր տպավորություններով, թե ինչն էր ձեզ համար հետաքրքիր, ինչով եք տպավորված եւ սպասեք իմ հետագա տեսանյութերին։ Հաջորդ ճամփորդությունս լինելու է 1 ամսից մոտ, գնալու ենք աղջիկներով հանգստանալու։ Ձեզ էլ մաղթում եմ լավ օր, եթե ձեզ մոտ դեռ օրը շարունակվում է, իսկ եթե երեկո է, բարի գիշեր, մինչ նոր տեսանյութեր, մինչ նոր հանդիպում, լավ մնացեք։ Que esté fuera del avión. Antes del despegue, por favor, estudie la tarjeta de seguridad localizada en su asiento, ya que incluye información de seguridad importante de este tipo de avión.